Մենք փառք ենք տալիս Աստծուն, որովհետև ոչ թե փառք ենք տալիս, որ պիտի փառք տանք անպայման նրան, այլ մենք նրան ճանաչում ենք, այլ նա մեր սրտերում, մեր հոգիներում, մեր հետ իր աշխատանքն է տանում։ Եվ երբ ականջալուր ենք լինում նրան, երբ որ մենք առաջնորդվում ենք նրա Սուրբ Հոգով, իրապես այն խնդիրները, որոնք մենք ունենում ենք, երբ տեսնում ենք այդ ամենի լուծումները, մեր սիրտը չի կարող ուղղակի հենց այնպես կրոնավորի նման փառք տալ Աստծուն, այլ իրականում նրա հետ հաղորդակցության, նրա մեր կյանքում ունեցած գործի արդյունքը տեսնելով, մենք փառք ենք տալիս իրան։ Այո, երեք առաջի օրը գուցե մի շաբաթ առաջ դու շատ տկար էիր, հիվանդ էիր ֆիզիկապես եւ այլն, խնդիրների մեջ էիր, սակայն աղոթք ես արել Աստծուն, սակայն աղոթք արել եկեղեցին քո համար, եւ դու այսօր ցնծում, ուրախանում ես արդյունքը տեսնելով։ Եվ մենք այսպես ես չեմ ուզի դետալների մեջ գնալ, բայց անշուշտ մենք շատ բան ունենք մեր կյանքում Տերիցը առած, որի համար միշտ շնորհակալ ենք Իրանից եւ փառավորում ենք Իր անունը։ Պաշտամունքից առաջ ուզում եմ, որպեսզի Աստծո խոսքը լսելուց առաջ այսօրվա քարոզի նյութը, որ պիտի մատուցվի, դրանից առաջ ուզում եմ մեկ անգամ եւս մենք հիշենք Առաջի Պետրոս առաջի գլխի 18-րդ խոսքը։ Գիտնալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ թարգմանությունում ասում է ունայն ճանապարհներից է։ Գիտնալով ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն ճամփաներեն, այլ Քրիստոսի պատվական արյունով է, ինչպես անբիծ եւ անարատ գառի։ Մարդկությունը հատկապես հավատավոր ժողովրդին է վերաբերում Քրիստոսի թանկ ու պատվական արյան խորհուրդը գուցե միջև վերջ չհասկանա։ Ինչու՞, որովհետև թե Աստված ինչքան մեծ արժեք դրեց մարդու վրա, այդ երկու արժեքները մենք պետք է հասկանանք, ինչքան շատ սիրեց մարդուն, որ իր համար ամենաթանկը, ամենարժեքավորը, որ դա իր որդին էր եւ նրա թանկ ու պատվական արյունը, նա մեզ համար չխնայեց, զոհեց իր որդին մեր համար։ Ես միշտ ասել եմ ու կկրկնեմ, երբ Տիրոջ մոտ հայտնվեմ երկնքում, հավիտենական երանության մեջ ապրեմ Աստծո հետ ներդաշնակ կյանքով, ես էլի չեմ կարողանալու մինչև հատակը հասկանալ, թե այդ ինչ մեծ սեր էր Աստծո սերը, որ չկամեցավ, որ ես մեռնեմ խաչի վրա, ես դատապարտվեմ, կամ եթե նույնիսկ հենց հիմա գա ես պիտի հափշտակվեմ, ու մահը չպետք է իմանամ ինչ բան է, սակայն Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո շնորհքով մեր համար մահը ճաշակեց։ Այդ ինչպես պիտի լինի, որ Աստծո որդին պիտի մահը ճաշակի, բայց Աստված մեկ օր է որոշել, որ երբ որ մարդկանց հափշտակի կենդանի մարդկանց, խոսքս չի վերաբերում ննջեցյալների հարությանը, որ մեկ անգամ արդեն մեռել են եւ դրվել գերեզման, այլ մենք կենդանի լինողներս մահը չպետք է իմանանք ինչ բան է, եւ պիտի փոխադրվենք երկնային բնությունը հագնենք մեր եւ հավիտյանս հավիտենից Աստծո հետ լինենք։ Ես դա չեմ կարողանալու հասկանալ։ Հավիտյան ինչքան էլ անցնի ժամանակ, եթե ժամանակ ինչ-որ ձևով մարդը կարող է պատկերացնել, չեմ կարող հասկանալ, ինչպես եղավ Աստծո որդին Հիսուս Քրիստոսը մահը ճաշակեց, բայց ես չճաշակեցի։ Նրանք, ովքեր որ մարդկանց էժանագին փրկություն են խոստանում, սոսկ հետևելու սևը սպիտակի վրա գրված խոսքերին,
բայց կենթանի Աստծո որդու արյան այդ թանկ լինելը իրանց առջև խնդիր չի, թե ինչպես են իրենք փրկվել։ Այսպիսի անձնավորությունը իրականում ինքը չի էլ կարող Աստծո հետ կենթանի հաղորդ լինել, եթե գոնե այն չափով, ինչ չափով, որ Աստված այսօր բացահայտում է մեզ, որ իր որդով մեր համար ուղղակիորեն ձրի փրկություն է շնորհվել, մենք դրա համար ոչ մի վճար չենք արել, այստեղ գրված է ապականացու արծաթով ոսկով էլ չենք փրկվել։ Աստված զրիաբար մեզ նվեր է շնորհել, նվերը գիտեք, չէ՞։ Այսօր մարդիկ, որ մեկից նվեր են ստացած լինում, իրենց հարազատներին այդ նվերը ցույց են տալիս։ Ճիշտ է։ Այսօր մարդիկ սիրում են նվերներ ստանալ։ Եվ այդ նվերը ինչու են իրենք սիրում ստանալ, որովհետև դրա վրա ջանք չեն գործադրել, չեն աշխատել, չեն վաստակել։ Դա ձերի շնորհվում է։ Եվ հիմա պատկերացրեք, Աստված մարդուն ասում է. ես քեզ ձրիաբար կյանք եմ շնորհում, հավիտենական կյանք, բայց մարդը իր նյութական էությունը, նյութական աշխարհը ավելի է գերադասում եւ զրկվում է այդ թանկ նվերից։ Սակայն երբ ասում ենք նվեր, մենք նկատի ունենք, որ ինքը թանկ արժե, որի արժեքը այսօր մարդը չի հասկանում։ Միայն այն դեպքում, երբ ես կաչեմ Քրիստոսին ճանաչելու, միայն այն դեպքում, երբ ես կաչեմ Աստծո իմ կյանքում արածը գնահատելու եւ արժեվորելու ճանապարհով, եթե ես այս ճանապարհով գնամ, միայն այդ դեպքում է, որ Աստված կհաճենա ինձ հետ հաղորդակցվել։ Մնացածը կրոնա, մնացածը շնչավորա, բայց այսօր մենք փառք ենք տալիս Աստծուն, որ նրա աշակերտները լինելով ճաշակել ենք եւ գիտենք Աստծո քաղցրությունն ու սերը եւ մեր սրտերն էլ այսօր բաց է Տիրոջ առաջ եւ ինչ էլ որ մեր կյանքում մենք անում ենք Աստծո փառքը Աստծո սիրո համար եւ գիտենք որ Աստված ինքը ինչպես գրված է անիրավ չի որ ձեր գործը ինքը անտեսի ինքը չի մոռանա ձեզանից յուրաքանչյուրի արածը որովհետև դուք գնահատել եք Աստծո արածը հետևաբար որպես այդ գնահատականի ապացույց սկզբից ձեր սրտերն եք Աստծուն հանձնել եւ հետո նրան էլ ուզում եք ծառայել թող Տերը փառավորվի ամեն խոնարհվենք Տիրոջ անունը կանչենք պաշտենք իրեն 151 համարի երգ երգենք Հիսուսի սերը մեծ է անսահման Առատ հոսում է հորգետի նման Ինչպես է փյուր շոյում է մեր հոգին Խորն է ու լայն լույսը աստվածային Իսկ եթե չլիներ այդ սերը Չլինի է մեզ փրկություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գանվեց խաչին ու թափեց արյուն Նա մեզ սիրեց դեր իրեն չիմացած Սիրեց և իրեն հակառակ մարդկանց Ովքեր խաչել էին գոչում Իսկ այժմ նա բոլորին է կանչում Իսկ եթե չլիներ այդ սերը Չլինի է մեզ փրկություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գանվեց խաչին ու թափեց արյուն Թե աշխարհի մարդիկ այս հասկանան Աստծո սիրով է շնչում ամեն բան Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան Բոլոր ցելան դասկել թանկորեսյան Իսկ եթե չլիներ այդ սերը Չլինի է մեզ փրկություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գանվեց խաչին ու թափեց արյուն Արի շուտով նա քեզ է սպասում
Իրմեմ ձայնով սրտի դուրն է թակում, քար սիրտդ բաց չլինի ուշանաս, ձերի փրկության սիրուց ետ մնաս, իսկ եթե չլիներ այդ սերը, չլինի և մեզ փրկություն, սերն է հավես կյանքի հույսը, որ գանվեց խաչին ու թափեց արյուն։ Փառք մեր Տիրոջը սիրելիներ, այս երգի մեջ իմ քարոզի նյութի երկու գլխավոր գաղափարները կան։ Հիսուսի արյան մասին մի քիչ առաջ լսեցինք, այժմ նաև Աստծո սիրո մասին պետք է լսենք, որովհետև քիչ առաջ մենք լսեցինք, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածինը չխնայեց, մեզ համար տվեց։ Այսօր ես ձեզ հետ միասին պիտի մի փոքր կարող եմ ասել սերտելու ենք հայտնության գրքի որոշ համարներ։ Սակայն հարմար եմ գտնում այնուամենայնիվ մի քանի հատվածներ Սուրբ գրքից ընթերցել, միշտ էլ պետք է մեզ համար հաճելի լինի Աստվածաշնչից, հատկապես Նոր Կտակարանից հատվածներ լսել, չէ՞, ամեն։ Ուրեմն եկեք մեկ անգամ եւս մի քանի հատվածներ լսենք եւ կանցնենք արդեն կոնկրետ համարներին, որի շուրջ պետք է այսօր մեր քարոզը ծավալվի։ Հենց հայտնության գրքի առաջին գլխի առաջին խոսքից լսենք. Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռով ուղարկելով իր Հովանես ծառային, որ վկայեց Աստծո խոսքին եւ Հիսուս Քրիստոսի վկայությանը, որ տեսավ։ Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները, եւ սրանում գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է։ Հովանես 7 եկեղեցիներից, որ Ասիայում եք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն նրանից, որ է եւ որ էր եւ որ գալու է, եւ այն 7 եկեղեցիներիցը, որ նրա 7 հոգիներիցը, որ նրա աթոռի առաջին են։ Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելների Անդրանիկը եւ երկրի թագավորների իշխանն է, նրան, որ մեզ սիրեց եւ մեր մեղքերից լվացավ մեզ իր արյունովը, եւ մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Աստծո եւ իր հոր համար, նրան փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Այս նախաբանի մեջ մենք լսում ենք, որ ինքը Աստված, որ այս հայտնության գիրքը, որ մենք կարդում ենք, բազմանշանակ ուղղվածությամբ է գրել տվել Սուրբ Հոգին։ Առաջինը մենք այստեղ նախ լսում ենք, որ այս հայտնությունը Քրիստոսի տրվել է իր հրեշտակի ձեռքով, ում համար, իր ծառաներին, հոգնակի է գրված։ Եվ այդ ծառաների միջից Հովանես ծառային է տրվել իր հրեշտակի միջոցով։ Հովանես ծառային։ Եվ հրահանգվել է գրի առնել։ Դեռ մենք անդրադառնանք հոգնակի թվին, թե ինչպես է Աստված այս հայտնությունը Հիսուս Քրիստոսի տվել իր ծառաներին։ Այնուհետև մենք լսում ենք, որ երրորդ խոսքում ասում է, որ որովհետև ժամանակը մոտեցել է։ Հետո մենք լսելու ենք, որ 7 եկեղեցիներին խոսք է ուղղվելու։ Անցել է 2000 տարի եւ այս համարը ընթերցել են Եփեսոսի 7 եկեղեցիներում, որ ժամանակը մոտեցել է։ Բայց մենք բավական երկար ժամանակահատված ենք տեսնում այս պահից անցած։ Ինչպես է ժամանակը մոտեցել, երբ շուրջ 2000 տարի էլ անցել է։ Մի պարզ ճշմարտությամբ, որ այդ եկեղեցիների ժամանակն էր մոտեցել նաև։ Սա էլ պիտի հասկանանք,
որովհետև մի կարճ ընթացքից հետո այս 7 եկեղեցիներից միայն աշխարհագրական, այդպես ասած, ավերակները կմնա։ Այսինքն այն քաղաքների ավերակները, որոնցում այս եկեղեցիները եղել են։ Պարզ է, չէ՞։ Հետևաբար մենք այստեղից մի պարզ գաղափար ենք ընկալում։ Քաղաքը, որում մենք ապրում ենք այսօր, վայրը, որտեղ մենք գտնվում ենք, մեզանից յուրաքանչյուրի համար է ժամանակը մոտեցել։ Որովհետև երկրի վրա ոչ մի իշխանություն, ոչ մի քաղաք հավիտենական չեն։ Ամենքի համար ժամանակը որոշված է, եւ մենք այդ ժամանակի մեջ ենք ապրում։ Մի կողմ թողնելով աշխարհագրական տարածքը, որում դու այսօր կաս, քո ժամանակն էլ մոտեցել է։ Այնուհետև մենք լսում ենք, որ Հովհաննեսը ինքը ասում է իր մասին. Ես Հովհաննես ձեր եղբայրը եւ հավասար ընկեր նեղության եւ արքայության եւ Հիսուս Քրիստոսի համբերության պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Եվ հետո ինքը վկայում է այն մասին, որ եղավ իրեն մեծ այցելություն երկնքից, ինքը հոգում եղավ, ձայն լսեց եւ հրահանգը այսպիսին էր. ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մեջ եւ ուղարկիր այն 7 եկեղեցիներին, որ Ասիայումն են, եւ հստակ գրված են անունները քաղաքների, որում իր եկեղեցիներն էին։ Ուրեմն գրելու հրահանգը ստացվել է Աստծուց։ Հասցենեն էլ Աստված տվել, թե ուր պիտի ուղարկվի գրվածը։ Եվ հետո մենք խորհրդավոր մի բան ենք լսում, եւ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր։ Ձայնը ոնց են տեսնում, բայց պարզվում է այս խոսողը նաև տեսանելի կերպով էլ ինքը ներկա է։ Սեներ, մենք ներքևում տեսնում ենք, որ Հովհաննեսը բնականաբար վախի ու սարսափի մեջ ընկավ։ Եվ ձայնն իրեն ասեց. մի վախենար, ես եմ առաջինը եւ վերջինը, եւ կենթանին, եւ ես մեռած էի, եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։ Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, ինչ որ նրանից հետո լինելու է։ Այս 7 աստղերի խորհուրդը, որի մեջ ձերքի մեջ տեսար, եւ այն 7 ոսկի ճրագակալները, այն 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են։ Եվ այն 7 ճրագակալները 7 եկեղեցիներն են։ Եվ այսպես երկրորդ գլխից առաջի համարն էլ ընթերցում ենք եւ անցնենք արդեն հասկանալու այսօրվա պատգամը։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն 7 աստղերն իր աջ ձեռքումը ունեցողը, որ 7 ոսկի ճրագակալների մեջ ման է գալիս։ Մենք այստեղ լսում ենք, որ ճրագակալները եկեղեցիներն են։ Մենք այստեղ լսում ենք, որ աստղերը կամ այն հրեշտակները, որոնք եկեղեցու հրեշտակ են կոչվում, որոնց գրում է Հովհաննես առաքյալը, եկեղեցու սպասավորներն են։ Դրա մասին մի առիթով խոսել ենք, որ հրեշտակ բառը նշանակում է պատգամախոս։ Հետևաբար Աստված եկեղեցիները հրեշտակներին չի հանձնել։ Աստված եկեղեցում գրված է կարգել է պաշտոնի 5 պարգև. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, վարդապետներ, հովիվներ։ Եվ այնտեղ հրեշտակ բառ չկա։ Որ Աստված որևէ եկեղեցուն հրեշտակ նշանակած լինի։ Հրեշտակ մենք գիտենք նաև, որ ամեն փրկվածի համար է որոշված որպես սպասավորող հոգի։ Հետևաբար, երբ այստեղ մենք լսում ենք հրեշտակ բառը, ճիշտ Մաղաքիա մարգարեության մեջ, որ մեր առիթով ասել ենք, կրկնում ենք հիշեցնելու համար, երբ Տիրոջ հրեշտակը հանկարծ պիտի գա, Տերը իր տաճարի մեջ հանկարծ պիտի գա,
Սա Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ դրանից առաջ խոսք է գնում Հովանես Մկրտչի մասին։ Այսպիսով հրեշտակ բառը Սուրբ գրքում հաճախ անձնավորություն է սովորական մարդ, մահկանացուներից ընտրված մեկը, որը կոչվում է պատգամախոս։ Պարզ է, չէ՞, եւ ոչ թե երկնայինարակ։ Հայտնության գիրքը եկեք այս հատվածը ոչ թե մենք ամբողջությամբ ենք բնականաբար սերտելու, այստեղ մենք քիչ հետո կհասկանանք նյութի հիմնական բովանդակությունը, ինչի վրա ենք շեշտադրում անելու։ Ուրեմն երկու հատվածի են բաժանել։ Հայտնության 1:4-ը, ինչպես լսեցինք, ասում է, որ Հովանես 7 եկեղեցիներից, որ Ասիայում եք։ Ուրեմն թուղթը ասացինք հայտնության գիրքը գրված է ում համար 7 եկեղեցիների։ Նույնպես մենք 22-րդ գլխի 16-րդ խոսքում կարդում ենք 22:16 Ես Հիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին։ Ուրեմն գիրքը թուղթը կամ ինչպես որ այն ժամանակ էր ընդունված, յուրաքանչյուրը ամեն մի եկեղեցի, ինչպես հասցեներով մենք լսեցինք, պետք է տեղեկանար, թե Աստված ինչ ունի իրենց համար ասած։ Միաժամանակ ընդհանրական եկեղեցուն ուղված թղթից բացի, մենք երկրորդ գլխի 7-րդ խոսքում լսում ենք. Ով որ ականջունի, թող լսե ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Այսպիսով, թեպետ ընդհանրական եկեղեցիներին է ուղված հոգու խոսքը, սակայն պայման կա, հրահանգ կա Տերից, ով որ ականջունի, թող լսե ինչ է ասված եկեղեցիներին։ Այստեղ խոսքը չի վերաբերում, որ ականջունեցողը միայն պետք է եկեղեցում, եթե ականջունի Եփեսոսին ուղված նամակը կարդա կամ լսի։ Հոգնակի է գրված։ Նշանակում է 7 եկեղեցիներն էլ այս բոլոր նամակներին պիտի ծանոթանան։ Աստծո մոտ բաց է ամեն բան, եւ յուրաքանչյուր եկեղեցու ականջ ունեցող անձ տեղյակ պիտի լինի 7 եկեղեցիներին եղած պատգամները։ Ամեն։ Ուրեմն սա առաջին հատվածը, որ թուղթը, ինչպես ասացինք, ուղղված է եկեղեցիներին։ Եվ հիմնականում բովանդակությունը այս թղթի ինչ բովանդակություն է, հորդորներ։ Ճիշտ է, նամակի բովանդակությունը հորդորանք է։ Երբ կարդում ենք հայտնության 1:20-ը, այստեղ լսում ենք, որ այնուամենայնիվ խոսքը ուղղված է նաև եկեղեցու առաջնորդին։ Այս 7 աստղերի խորհուրդը, որի маш ձեռքի մեջ տեսար, եւ այն 7 ոսկի ճրագակալները, այն 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն 7 ճրագակալները 7 եկեղեցիներն։ Այսպիսով, հատկապես մենք երկրորդ գլխի առաջին խոսքում էլ լսում ենք, որ այս ամեն հրահանգները, հորդորները Աստված ուղղել է յուրաքանչյուր եկեղեցու հրեշտակին։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում այն 7 աստղերը իր ձեռքում ունեցողը, որ 7 ոսկե ճրագակալների մեջ ման է գալիս։ Մենք Սուրբ գրքից վերևում արդեն լսեցինք, որ այդ աստղերը ինչ աստղեր էին։ Այն 7 աստղերի խորհուրդը, որի маш ձեռքի մեջ տեսար, այն 7 ոսկի ճրագա, այն 7 աստղերը 7 եկեղեցիների հրեշտակներն։ Այնուհետև մենք Հուդայի թղթում հիշում ենք, մենք լսում ենք, որ ինքը մի հատ ակնարկ անում, մոլար աստղեր։ Եվ այստեղից էլ դարձյալ հասկանում ենք, որ եկեղեցու առաջնորդներ, որոնք մոլորված են, մոլորեցնողներ են, այդ սիրո խնջույքների մեջ։ Եվ այսպես այս հատվածի մեջ արդեն, երբ որ մենք կարդում ենք, որ խոսքը ուղղված է այդ 7 աստղերին, առանձին սկսվում է եկեղեցիների հորդորանքը, տվյալ եկեղեցու աստղին կամ հրեշտակին Տիրոջ խոսքից։ Եվ հետագան արդեն, սրանք արդեն մենք տեսնում ենք բացի հորդորանք լինելուց,
այս հատվածները, որ մենք լսեցինք, բարի էր, մի մասին, ով օրական ջունի թող լսե եկեղեցուն ավերաբերում, աստղերին եկեղեցու առաջնորդներին ավերաբերում, ամբողջ այս հորդորանքը կա, սակայն երբ սա վերջանում է, այս падգամները 7 եկեղեցներին տրվելուց հետո, երկրորդ հատվածը, որ ես ասեցի բաժանել եմ երկու մասի, արդեն մարգարեություններ են։ Ամեն։ Եվ այդ մարգարեություններն արդեն ում են տրված, մենք կարդացինք առաջի գլխում, առաջի խոսք, Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի։ Այսպիսով, առաջի հատվածը մենք հասկացանք, որ եկեղեցիներին, առաջնորդներին հորդորանքներ են, հաջորդ հատվածը արդեն մարգարեություններ են։ Եկեք սկզբում եկեղեցիներին ուղղված հորդորը լսենք ուրեմն։ Այսպիսով սկզբում պետք է ինչ անել, ականջ ունենալ։ Ամեն։ Սկզբից պետք է ականջ ունենալ։ Հայտնության 2:7-ի համաձայն։ Հաճախ հիշում եք Հիսուս Քրիստոսն էլ, երբ երկրի վրա էր ինչ էր անում։ Ով որ ականջ ունի թող լսի։ Միայն Մատթեոս ավետանում 3 անգամ կա գրված։ Ղուկաս ավետանում 2 անգամ, Մարկոսում 1 անգամ։ Բայց խնդիրը սա չի։ Տեր Հիսուսը լսարանին հրավիրում է իրեն լսելու եւ ոչ թե որ աչքերը ուղղեն, ականջներն էլ ձայն լսեն, որովհետեւ տեսնելով տեսնում են, չեն տեսնում, ականջով լսում են, չեն լսում եւ հանկարծ Տերն ասում է ով որ ականջ ունի թող լսի։ Ուրեմն մենք համոզված ենք, որ երբ որ գրված է ով որ ականջ ունի թող լսի, եւ դա եկեղեցիներին յուրաքանչյուրին էլ Տերը ասում է, դա միայն չի ասում 7 եկեղեցիներին։ Այսօր մեզ էլ է վերաբերում թե չէ։ Այդ արձագանքն այսօր մեզ էլ է վերաբերում եւ մեզ հասկանալի ձևով Աստված ուզում է բացահայտել, որ ինքը միշտ ասելիք ունի։ Ինքը միշտ ասելիք ունի։ Հորնյալա Տերը մեր։ Որ ինքը միշտ ասելիք ունի։ Եվ այստեղ մենք լսում ենք այդ հոգին, որը հրահանգում է, որ իրեն լսենք, որտեղ հոգին է խոսում, իմ ու քո մեջ է։ Ես էլ դու էլ այդ նույն հոգին կրում ենք մեր մեջ։ Հայտնության 19:10 կարդում ենք. Եվ ես ընկա նրա ոտների առաջին, որ երկրպագեմ նրան եւ ասեց ինձ. Զգուշ կաց մի անիր, ես ծառայեկից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Հիսուս Քրիստոսի վկայությունը ունին, Տեր Աստծուն երկրպագիր, որովհետեւ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Երբ որ ինքը Հովանես այդ հրեշտակին տեսավ ընկավ, որ նրան երկրպագի, ասեց այդ բանը մի արա։ Այդ բանը մի արա, որովհետեւ ես ծառայեկից եմ քեզ եւ քո եղբայրներին։ Քիչ առաջ լսեցինք, որ հրեշտակները սպասավորող, ծառայող հոգիներ են փրկվածների համար։ Եվ նաև Հիսուս Քրիստոսի վկայությունը ունեցողներին է ծառայում հրեշտակը։ Հիմա եկեք ավելի պարզ ենք սա։ Երբ ես Հիսուս Քրիստոսի վկայություն ունեմ իմ մեջ, իսկ քիչ հետո ես դրա մասին ավելի կմանրամասնեմ, նոր հրեշտակը սպասավորում է ինձ։ Հիսուս Քրիստոսը իմ համար բան ասում, որպեսզի այդ բանի մեջ ես հնազանդ լինեմ, որպեսզի այդ բանի մեջ ես աճեմ Տեր Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, հրեշտակը ինձ ազատում է փորձություններից։ Տեսեք ինչպես է գործվում։ Բայց եթե ես չունեմ Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչպես հրեշտակը ինձ ազատի փորձություններից։ Ինչպես սպասավորի ինքը ինձ։ Եվ մանավանդ շարունակության մեջ գրված է։ Ասում է Տեր Աստծուն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է, ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ այն հոգին, որ Պենտեկոստեին եկավ առաքյալների մեջ, իսկ դուք հիշում եք, որ Տերն ասեց, որ միայն դրանից հետո իրանք վկաներ կլինեն։ Հասկանում եք։
Այն հոգին, որ Պենտեկոստեի ժամանակ եկավ առաքյալների մեջ, այդ օրվանից նրանք սկսեցին Հիսուս Քրիստոսի վկայությունը ունենալ իրենց մեջ։ Միջև այդ չունեին Հիսուս Քրիստոսի վկայությունը իրենց մեջ, որովհետև մարգարեական այդ հոգին չէր եկել իրենց մեջ։ Նրանք սովորեցրած ինչ որ սովորել էին Հիսուսից, դա էին խոսում, դա էին անում, դեր Հիսուսը իրանց հետ շրջելիս։ Բայց երբ հոգին եկավ, այլևս նրանք պիտի մարգարեական այդ հոգու ազդեցության տակ գտնվեին, թող Տերը փառավորվի։ Եվ Հիսուսը ինքն ասեց, երբ որ հոգին գա, նա կվկայե իմ մասին եւ դուք էլ կվկայեք։ Եվ այսպես Սուրբ Հոգին, վկայության հոգին միշտ Հովանես առաքյալին վկայություն էր տալիս եւ ոչ թե Հովանեսը Աստծո խոսքի համար էր ակսորվել Պատմոս կղզի, այլ որ ասում էր Տերը խոսում այն մեջ։ Հասկանում եք։ Այլ որ ասում էր այսպես է ասում Տերը, որովհետև ինքն ասում է Աստծո խոսքի եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար է ինքը Պատմոս կղզում։ Իսկ այդ հոգին եկել է ինչի համար։ Եկել է ոչ միայն ներկան, այլ նաև ապագան, որպեսզի մեզ պատմի։ Ինչպես Տերը ասեց։ Հետևաբար, սովորական մահկանացու հավատացյալը, որը դեռ չի աճել աշակերտի մակարդակի, որ աշակերտը լսում է իր վարդապետին, հետևում է նրան, այսպիսի անձնավորությունը չի կարող Քրիստոսի վկայությունը ունենալ, հետևաբար հրեշտակի արդյունավետ սպասավորություն ունենալ։ Պարզագրված դրանք։ Այսպիսիների մտքով անգամ չի կարող անցնել եւ իրենց սրտով էլ անգամ չի կարող ընկնել այն, ինչ Աստված պատրաստել է իրան սիրողների համար։ Դուք հիշում եք, Պողոս առաքյալը Կորինթացիս թղթում ասում է այդ մասին, եւ մենք այդ հատվածը շատ անգամներ ենք ընթերցում, շատ ցանկալի համար է, շատ օրհնյալ համար է, բայց երանի թե այդ համարի կատարումը մեր կյանքում ունենանք, որովհետև միայն մի հատվածը կարդում ենք, կարծես հասկանում ենք, բայց հաջորդը, որ բայց Պողոսն ասում է մեզ հայտնեց Աստված իր հոգով։ Այս հատվածը երանի թե ձեր կյանքում, մեր կյանքում, բոլորիս կյանքում կատարվի։ Եվ այստեղ լսում ենք։ Առաքյալն ասում է. այլ ինչպես գրված է, ինչ որ աչք չտեսավ, ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար, բայց մեզ հայտնեց Աստված իր հոգովը, որովհետև հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ։ Չկա ուրիշ կերպ, սեներ։ Անտեսանելի աշխարհի հետ ի նկատի ունեմ երկնքի արքայության մեջ եղած իրողություններին, կարող է մեզ միայն հաղորդանել նա, որ գտնվում է երկնքում։ Որը եկել է այսօր իմ ու քո մեջ, Սուրբ Հոգին, նա այսօր որպես գրավ իր աստվածային հատկանիշները, արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը մեր մեջ բերում է ոչ հենց այնպես դատարկ տեղը։ Նա կարող է քեզ տեսիլ քով էլ երկնքի հետ հաղորդանել։ Նա կարող է քեզ ուղղակիորեն Սուրբ Հոգու լեցունության մի այնպիսի մակարդակ բերել, որ դու Հովանեսի նման ասես հոգում եղա եւ տեսա։ Նա կարող է քեզ մտքի հափշտակություն բերել եւ դու անպատմելի բաներ կտեսնես, ինչպես Պողոսն է վկայում։ Եվ ուրեմն սեներ, սրանք միայն այն պատճառով, որ դու սիրեցիր Աստծուն, որովհետև գրված է Աստված իրան սիրողներին ասենց բաները անում։ Եվ այսպես հայտնության գիրքը գրված է Աստծո ծառաների համար։ Անցնենք հիմա այս հատվածին։ Սկզբից ուսումնասիրենք ծառաներին։ Հասցեատերը Աստծո ծառաներն են, ինչպես լսեցինք։ Իսկ ովքեր են այդ ծառաները։ Երբևէ որ դուք հայտնության գիրքը կարդում եք, փորձել եք դուք մի հատ ձեզ հարց տալ, ես արդյոք Աստծո ծառա եմ, որին հասցեագրված է այս գիրքը։ Եվ Աստծո ծառա լինելու չափորոշիչները Սուրբ գրքի ես հասկացել եմ։ Ոչ, եթե դրանք դուք փնտրում եք Facebook-ներում եւ այլուր այս կամ այն անպագորգոր հայտարարագրերով ճանաչել նրանց, ովքեր ասում են, այս ինչ օրը
այսինչ եկեղեցում ծառայություն ունենք։ Այսինչ ժամին եւ ձեզ կծառայի այս Աստծո այսինչ տիտղոսը կրող անձը։ Չէ՞, այսպեսի գովազդային պաստառներ, գունավոր, շատ շքեղ այդպես մենք շատ ենք հանդիպում։ Սակայն Աստծո յուրաքանչյուր համեստ ծառա, ով հասկացել է, թե որն է չափորոշիչը ճշմարիտ Աստծո ծառա լինելու, այս պաստառների կարիքը չունի։ Սեներ, ինչի համար են այս գովազդները, որպեսզի դահլիճները լցվեն։ Հյուրերի անուններն ինչի համար են, որպեսզի այ մարդ թող գա ծառայի, թող ժողովուրդը գա Տիրոջ հետ հանդիպելու, այդ օրն էլ թող քո հյուրը ծառայի, եթե ծառա է։ Հասկանում եք։ Բայց երբ որ դուք սրանք հնչեցնում եք, արդեն իսկ մարդն է առաջին պլան գալիս։ Եվ մարդիկ գալիս են արդեն այդ մարդու համար եւ ոչ թե Քրիստոսի։ Պիտի ասեմ ձեզ, որ քիչ հետո եկեղեցիներից մեկի մասին, որ պիտի խոսեմ, նման գովազդներ գուցեև ունեցել է։ Գրքից, որ հայտնության գրքից պիտի լսենք, նման գովազդներ գուցեև ունենար։ Եվ Տերը դա տեսնում էր։ Եվ չի էլ բացառվում, որ այդ գովազդների մեջ եղած որոշ արտահայտություններ, թե տվյալ եկեղեցու սպասավորը, որը քարոզելու է կամ էլ այդ հյուրը, որ պիտի քարոզի, չի էլ բացառվում, որ համապատասխանի որոշ չափանիշների։ Խոսքս գնում է Եփեսոսի եկեղեցու մասին։ Աստված ուրիշ գնահատական ուներ այդ եկեղեցու սպասավորի, եկեղեցու հրեշտակի մասին։ Ուրիշ գնահատական։ Եվ ընդհանրապես, երբ որ նայում ենք բոլոր եկեղեցիների հրեշտակներին ուղղված խոսքը, այնտեղ շատ մեկ ասում է, չէ, ես կարծում քո մասին, բայց սա է, չէ, հիշում եք։ Հարուստ ես, բայց չգիտես, որ աղքատ ես, մերկ ես, թշվառ ես, կույր ես եւ այլն, բայց քո մասին լավ կարծիք ունես։ Սեներ, չկա ավելի սարսափելի մեծ մոլորություն, քան մարդու ինքնագնահատականը, որ Աստծուց չունի ինքը իր հասցեին հնչած գնահատական։ Ուրեմն Եփեսոսի այս ծառային Աստված ասում է. քո դեմ բան ունեմ։ Ասում է թե չէ։ Ու ես կարծում եմ, սեներ, մեզանից ոչ մեկն էլ չի ցանկանա, որ Աստծո առջև ինքը իրեն կարծի, որ մի բան է, բայց Տերն ասի քո դեմ ուրիշ բան ունեմ։ Այն բանը չի, որ դու քո մասին գիտես։ Եվ այսպես Եփեսոսի այս ծառային Աստված ասում է քո դեմ բան ունեմ։ Իսկ ինչ ունի Տերը իր դեմ։ Նա ընկած է եւ պիտի ապաշխարի։ Պիտի ապաշխարի։ Չնայած որ հոգիների զանազանության պարգև ունի։ Ինչու՞։ Որովհետև ճանաչել է սուտ առաքյալներին։ Ուշադրություն դարձրեք։ Ճանաչել է սուտ առաքյալներին։ Նեղություն ու համբերություն էլ ունի, պարզվում է։ Եվ իր պաշտամունքի ընթացքում դահլիճները լեփլեցուն են, որովհետև աշխատանք ունի, չի թուլանում։ Հասկանում եք։ Եվ ինչպես ասացինք, մուտքի մոտ գեղեցիկ պաստառներ, գունազարդ գովազդներ կան։ Սակայն ինչու է Աստված ասում, քո ճրագակալը պիտի ցնցեմ։ Այսինքն եկեղեցին պիտի ցնցի։ Քանի որ սիրո բացակայությունը, առաջվա սիրո բացակայությունը ամենածանրագույն մեղքն է, որ Աստծո առաջ այս եկեղեցին ունի։ Եկեղեցում ֆոն ստեղծողը ով է, որին էլ հասցեագրված է հենց այդ աստղն է, հենց այդ հրեշտակն է։ Եկեղեցու սպասավորն է եկեղեցում ֆոն ստեղծում, հասկանում եք։ Եվ հենց իրանից էլ պիտի պահանջի Աստված, ինչու, որովհետև նա այս եկեղեցու ներկայացչական ֆունկցիա կատարողն է Աստծո առաջ։ Սա երբևէ հասկանում են բոլոր նրանք, ովքեր հավեսով հովիվ կոչումը ընդունել են իրենց։ Հասկացել են արդյոք, որ եկեղեցում ինչ ֆոն ստեղծեն, դրա համար հաշիվ են տալու իրենք։ Գիտեք, սա մի եկեղեցի է, որի մասին լսում ենք, որ Պողոս առաքյալը թուղթ է գրել Եփեսացիներին, հիշում եք։ Եթե այդպես նայենք, եթե ընդունենք, որ Պողոսը իր թուղթը գրել է 60-ական թվականներին, իսկ հայտնության գիրքը գրել է Հովհաննես առաքյալը 90-ական թվականներին, ապա կպարզենք մեր համար, որ մոտ 30 տարի է անցել եւ Եփեսոսի եկեղեցին անկման ճանապարհն է ընտրել։ Հասկացանք, չէ՞ արդեն այս հատվածը։
Եփեսոսի եկեղեցին անկման ճանապարհն է բռնել։ Եփեսացից 3:16-19 լսենք ու տեսնենք այս եկեղեցու նախնական վիճակը։ Այս եկեղեցին հիշում եք, որ հիմնել էր Աստված Պողոս առաքյալով։ Եփեսոսում գազանամարտի էր բռնվել, ինչպես ինքն է ասում։ Եվ Եփեսոսում կարգված առաջնորդ կար Տիմոթեոսը, բայց թերևս հիմա 90-ականներին ոչ Պողոսը կա, ոչ էլ Տիմոթեոսը։ Նրանց եկել են հաջորդելու մյուսները։ Եվ եկեղեցու պատմությունը նման օրինակներով լիքն է, երբ որ եկեղեցու հիմքը դրվել է, բայց դրանից հետո գոյության պայքարում շատ եկեղեցիներ բռնել են մարման ճանապարհ։ Եփեսացից 3:16-19 լսում ենք նախնական վիճակը այս եկեղեցում։ Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվիկ իր հոգու ձեռովը, ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը, եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք։ Ահա, Եփեսոսի եկեղեցուն Պողոսը պատգամում է, որ նրանք սիրով արմատ գցած։ Պողոս առաքյալը արմատից է սկսում։ Արմատը ինչն է? Սերը։ Եթե մնացածը չկա, հիշում եք Կորինթացիներին ինչ ասում? Ոչինչ։ Եթե այս անեմ, են անեմ, այս ունենամ, են ունենամ, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Եվ սա մարգարեական պատգամ է Պողոսի կողմից։ Կարող ենք համարձակ ասել, մարգարեական պատգամ է, որից շեղվեց Եփեսոսի եկեղեցին։ Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, բարձրությունը եւ խորությունը, որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվիկ։ Որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Եփեսոսի եկեղեցին Քրիստոսի սերը ճանաչելու, սիրո մեջ աճելու խնդիր չեր դրել, սերներ։ Հասկանում եք։ Իսկ այն եկեղեցին, որ այս խնդիրը ինքը իր կյանքում չի տեսնում, մնացածը ինքը կարող է անել։ Մարդիկ կարող են գան ապաշխարեն, ուշադիր լսեք։ Վերստին էլ կարան ծնվեն, որտեղ Աստված իր գործի տերն է, խոսքը իր արդյունքը անելու է։ Սուրբ Հոգով էլ կարող են մկրտվել, բայց հետո ճահճի մեջ հոտած ու փթած իրավիճակում հայտնվել։ Հասկացաք ինչ եմ ուզում ասել։ Այսօր շատ եկեղեցիներ կատարում են այդ առաջին մասը, կարծես թե ապաշխարություն, Հիսուսի անունով մկրտություն, Սուրբ Հոգով մկրտություն, բայց սրբացման ճանապարհ, Աստծո սիրո մեջ աճելու ընթացք, ցավոք սրտի լուրջ հրամայական սրանում չեն դնում։ Եվ եկեղեցին գնալով աշճանաբար ինքը ճահճանում է, որովհետև թարմ Սուրբ Հոգու գետերը չեն բխում, իսկ դուք գիտեք, չէ, Աստծո ինչ է ասում, որ Աստծո սերը փրված է մեր սրտերում Սուրբ Հոգու ձեռով։ Ինչն է Եփեսոսի եկեղեցին անտեսել։ Եփեսոսի եկեղեցին քիչ հետո կիմանանք ինչն է անտեսել։ Եվ այսպես առաքյալն ասում է, որ դուք սիրով արմատ գցած ճանաչեք Քրիստոսի սերը։ Սիրով արմատ գցած ճանաչեք Քրիստոսի սերը։ Եվ քանի որ ասացինք, որ հովիվը հաշիվ պիտի տա, ուրեմն վայ այն հովին, որ գործում է առանց Աստծուց իր գործի համար գնահատական ստանալու։ Սա ես ասում եմ բոլորին, ովքեր լսում են մեզ։ Եթե դու հովիվ ես, ուշադրություն դարձրու Աստվածանից անձամբ ունես դու հրահանգ քո գործի համար։ Դու ունես չափորոշիչներ Աստծուց քեզի ուղված։ Եթե ոչ ժամանակ ունենք մենք ջանք անելու մեր երկրավոր ընթացքի մեջ, այսօր լսելու իրանից մեր գործի, մեր աշխատանքի արդյունքի մասին ունեցած Աստծո չափանիշները, հետո ուշ լինելու։ Եվ մենք շարունակության մեջ այստեղ լսում ենք, եթե
իրականում գնահատականները մարդն է ինքն իրեն տալիս Աստծո գնահատականը չունենալով եւ այդ ժողովուրդն էլ ընդհանուր բավարարում է այն ֆոնին, որ մատակարարվել է բեմից իրեն քարոզողով, մշտապես քարոզողով, սպասավորով։ Իհարկե, եթե խոսքը չի վերաբերում արթուն քարոզիչների եւ հովիվների մասին, ովքեր ժողովրդի հայացքը իրենց վրա չեն ուղում, այլ միայն Քրիստոսին, Տեր օրհնի իրենց ծառայությունը։ Սակայն երբ ասում ենք չլինի հանկարծ մտածենք այսպես, որ միայն այդ պատասխանատվությունը այդ սպասավորների վրա է, ոչ եւ հազար անգամ ոչ։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր փրկվելու պատասխանատվությունը ինքը չի կարող իր վրայից ձգել եւ գցել հովի վրա։ Սա չէ մեր ասածը։ Դուք կարող եք Սարդես քաղաքի մեջ, ուշադրություն, ես չասեցի Սարդեսի եկեղեցում։ Սարդես քաղաքի մեջ ճերմակում քայլողների նմանվել, ովքեր մերժել են մեռած եկեղեցիները եւ ողջը մեռելների մեջ չեն փնտրելու։ Եվ եթե մեռած եկեղեցու հովիվը գողացել է այդ անձանց ականջը, ապա այս մարդիկ, ովքեր նույնպես մեռած են կոչվում այդ եկեղեցում, ովքեր հոժարությամբ իրանց ականջը մրափելու են տվել, դա իրանց խնդիրն է։ Սակայն նրանք, որ արթուն են, ողջը մեռելների մեջ չեն կարող փնտրել։ Ամեն։ Համարձակ կարող ենք ասել, որ նման միջավայրերը մերժելի են եւ միայն մենք տեսնում ենք ինչքան բաժանումներ եղան, չէ, եկեղեցիների, այս 90-ականներից հետո։ Սերներ, եթե այդ բաժանում կոչված են, բաժանում բառը հանենք մեջտեղից եւ անհատներին այսպիսի կարգավիճակում տեսնենք, որ նրանք դուրս են եկել հանուն նրա, որ իրանց ճերմակ հանդերձները անկեղծորեն պահպանեն, սա օրհնյալ է։ Սակայն ցավոք սրտի գերազանցապես մարդիկ մի նոր ճահիճներ ստեղծելու նպատակով են առանձնանում իբրև թե Աստծուն ավելի լավագույնը ծառայելու։ Այժմ այնուամենայնիվ ես ուզում եմ նորից հորդորել, որ եթե Աստծո սերը մարդու մեջ պակասում է, ապա մյուս եկեղեցուն ինչպես Տերն ասում է, ոչ տաքես, ոչ ծառնես։ Գաղջես, եւ ես իմ բերնից քեզ դուրս պիտի փսխեմ։ Այս թեման ծավալուն թեմա է, չեմ անդրադառնա այսօր։ Գաղջ վիճակ։ Պատկերացնում եք, Տերը ինքան նուրբ չափորոշիչ ունի, որ ինձ ու քեզ նայելիս ինքը տեսնում է այս երկուսի մեջ, կամ տակ կամ սառը։ Երրորդ վիճակը, երբ որ կա, իրան հաճելի չի։ Եվ այսօր դու կարող ես հարցնել, դու կարող ես քննել քո սիրտը Տիրոջ Սուրբ Հոգու ներգործությամբ եւ Աստծո խոսքով։ Դու իսկապես այս երեք վիճակներից մեկի մեջ ես, որ միանշանակ մենք հասկանում ենք, որ Տիրոջ հետ ջերմ հարաբերության մեջ լինելն է ճիշտը։ Այնուամենայնիվ անդրադառնանք այս խնդրին, իսկ կա արդյոք առաջվա սիրուն վերադառնալու հնարավորություն։ Եթե մենք հիմա սրանով միայն բավարարվենք այսքան խոսելով, միայն այն տպավորությունը կստեղծվի, որ դագանակը ձեռքներիս ինչ որ մարդկանց ենք ուզում խլացել։ Քավլիցի սերներ։ Քավլիցի։ Աստծո խոսքը մեզ տալիս է այդ հնարավորությունը։ Քանի որ Աստված ասում է առաջվա գործերն արա։ Եթե Աստված ասում է առաջվա գործերն արա, ուրեմն հույս կա։ Հույս կա առաջվա սիրուն դառնալու։ Իսկ այս մասին արդեն մենք երկրորդ բաժնում կլսենք։ Տերը թող օրհնի, խոնարհվենք աղոթքով եւ խնդրենք թող Տերը շարունակություն տա մեզ։ Եվ այսպես սիրելիներ, ինչպես առաջվա սերը թողվեց։ Առաջինը սա նայենք եւ երկրորդ։ Եվ ինչպես այն կրկին ունենալ։ Ինչպես առաջվա սերը թողվեց։ Եփեսոսը առաջվա սերը թողեց։ Մենք Սուրբ գրքում միանշանակորեն պարզ հասկանում ենք մի բան։ Անօրինության շատանալու պատճառով շատերի սերը պիտի սառչի։ Գրված է այդպես թե չէ։ Բայց միայն անօրինությունը չի պատճառը, որ մարդկանց սրտերում շատանում է սերներ։ Որ Աստծո սերը այլևս մարդու մեջ դեպի Աստված, որ պետք է ուղղի, դա չկա։
Գիտեք, երբ որ հին ուխտում կարդում ենք, միանշանակորեն հասկանում ենք, որ Տերն ասում է քահանաները մեղք են գործում, որ ես իմ տաճարից խորանից հեռանամ։ Մենք գիտենք Աստված սեր է։ Եվ հետաքրքիր է, եթե ասում առաջվա սերը, դա չի նշանակում, որ ներկա սերն էլ կա, առաջվանն էլ Տերն ասում է սա լավ է, այլ մեկն ավելի լավն է։ Չկա տենց բան սերներ։ Չկա տենց բան։ Աստծո սերը չի լինում չափանիշներով, ասենք Աստված չափանիշներով չի տալիս, թեպետ գրված է, որ մարդը սիրո մեջ պիտի աճի։ Բայց Աստված չափով չի, Աստված ինքը չափերով չի մարդկանց տրվել։ Հիսուսը իր ողջ էությունն է տվել, Աստված այնպես է սիրել, որ ամբողջն է տվել։ Նա ինչ որ մասը չի տվել։ Եվ դրա համար սերներ, այսօր մենք մի հատ պիտի ուշադիր լինենք։ Որն է պատճառը, որ մարդիկ գործում են, գալիս են, ապաշխարում են, իսկ ինչի՞ չէ որ։ Պողոս առաքյալն ասում է ուրիշներին քարոզելով ինքս խոտելի չգտնվեմ։ Իսկ ինչու ոչ։ Ով հոգի, եթե դու քո քարոզի արդյունքն ես համարում այդ մարդկանց փրկությունը, երից ես մոլորված ես։ Որտեւ եկեղեցու պատմությունը ինձ համոզում է, որ մարդու դերը ավետարանչության եւ մյուսներին փրկելու գործում շատ չնչին ու մինիմալ է։ Որտեւ Աստված մարդով չէ մարդուն փրկում։ Ամեն։ Եվ դրա համար մենք ամեն փառքերը Տիրոջ ենք տալիս եւ մեզ ընդամենը համեստորեն այնտեղն ենք վերցնում, որ խոնարհաբար պետք է ենթարկվենք Տիրոջ կամքին, որովհետեւ այդ հոտը ես չեմ բուրում։ Ինձանից ինչ հոտ պիտի գա։ Մարդուց ինչ հոտ է գալիս։ Մարդուց ընդամենը շատ ներողություն նեխած հոտ պիտի գա։ Բայց եթե ես այսօր Քրիստոսի անուշ հոտն եմ դարել, այդ հոտի հեղինակը ես չեմ, ապա Տերն է, թող իր անունը փառավորվի։ Եվ ուրեմն սերներ, Եփեսոսի եկեղեցին մի տեսակ կարող ենք ասել, որ այն վտանգի մեջ է, որ Աստված թեպետ այդ Տերը 7 եկեղեցիներում պատտում է, բայց վտանգ կա, որ այդ թեկուզ ինքն ընտեղ է, բայց իր հետ հաղորդ չեն, իրան չեն ճանաչում։ Վտանգ կա, որ այդ եկեղեցին հնարավոր է Քրիստոսին դուրս անի եւ Քրիստոսը դրսից դուրը թակի ասի, թույլ տվեք ներս գա։ Հիշում եք եկեղեցիներից մեկին էլ ասում է, ահա կանգնած դուրը կթակեմ, եթե մեկը լսի։ Առաջվա սերը թողվել է, որովհետև սրա պատճառներից մեկն էլ սա է, սեներ, որ այն անձիկ, որոնք Քրիստոսի սիրով վարված ծառայել են այդ եկեղեցում այլևս չեն։ Նրանք կամ ննջել են, կամ էլ նրանց դուրս են արել եւ հետեւաբար զրկվել են ջերմության ջահից, լույսից, քաղցրությունից, որ այդ մարդկանցով Աստված թերևս այդ եկեղեցում արտահայտում էր։ Դուք սովորական մարդիկ չեք դուրս արել։ Դուք դուրս եք արել Աստծոյն մարդկանց, որոնցով Աստված իր ներկայությունը կարող էր բերել։ Իսկ այսօր հակառակորդի նպատակը հիմնականում դա է։ Մարդկային շնչավոր սպասավորությունների ու ձեռնադրությունների շքերթ կազմակերպել։ Բայց նրանք, ովքեր որ իրոք Աստծուն սիրում են, նման միջավայրերում այլևս տեղ չունեն։ Առաջվա սերը թողվել է, որովհետև մարդկանց սրտերը գողացել են։ Այն մարդիկ, որոնք մի ժամանակ միայն Հիսուս, միայն Աստված էին ասում, եւ հիմա քանի որ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին, որ եւ մենք լսեցինք, որ Պողոսը մարգարեաբար Եփեսոսի համար ասում էր, որ պետք է սիրով արմատ գցած իրենք Քրիստոսին իրենց սրտերում հավատքով ունենալով աճեին եւ այդ սերը Աստված տեսնելով կբացեր նրանց համար խորությունները, այնուամենայնիվ մենք լսում ենք, որ առաքյալը նաեւ այդ մասին ասում է, որ երկնքի արքայությունը, որ ուտելիք, խմելիք չի, հապա արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը Սուրբ Հոգով։ Էլ ինչի մասին խոսենք, եթե Աստծո ներկայությունը չկա,
Եթե երկնքի արքայության այս հատկանիշները միայն Սուրբ Հոգին կարող էր բերել, ուրեմն այդ եկեղեցին մերժել է Սուրբ Հոգուն։ Այդ եկեղեցին մերժել է Սուրբ Հոգուն, էլի Տերը գործելու է։ Բայց այդ եկեղեցին չունի հայտնություն Սուրբ Հոգուց։ Հոգիների աճի զարգացման համար չունի համապատասխան ռեսուրսներ։ Այդ եկեղեցիները կարիք ունեն Աստծո Սուրբ Հոգուն, որ քիչ առաջ ասեցինք, Աստվածային սերը փռված է մեր սրտերում Սուրբ Հոգու ձեռով, եւ դա չես կարող սովորել մարդից, եւ գրվածն ասում է դուք Աստվածանից եք սովորել միմյանց սիրել։ Եվ եթե Աստվածանից սովորել կա, ապա այդ Հոգին եկել է իմ մեջ, որպեսզի ինձ Աստվածային սիրո մեջ պահի։ Թող Տերը փառավորվի։ Ուրեմն այդ Սուրբ Հոգին է մերժված։ Հետևաբար սիրներ, Աստծուն եւ Սուրբ Հոգուն նորից իրանց տեղը զբաղեցնելու խնդիր կա։ Նորից Աստծուն հրավիրելու խնդիր կա։ Նրա առջև խոստովանությամբ գալու խնդիր կա։ Սուրբ Հոգու դերի մեծացման խնդիր կա։ Եվ այդ հնարավորությունը կա։ Եվ Տերն ասում է առաջվա գործերն արա։ Ինչ էիր դու առաջ անում, որ դու Աստծո սերը ունեիր։ Դու առաջ ծոմեր էիր պահում։ Դու մեղքի հետ անհաշտ կռիվ էիր տալիս, արյուն թափելու չափ հակառակում էիր, որպեսզի անօրություն չլինի քո սրտում, որպեսզի դու արթուն մնաս, սիրով լցված լինես, հակառակորդը քեզ հիմա գժտությունների պատկերներ է ցույց տալիս, քո սրտում, քո նկատմամբ, ստեղծում է իրավիճակներ, եւ դու պարտվում ես, ընդունելով այդ գրոհները հակառակորդի։ Եվ դու ժամերով Սուրբ Հոգով լցված աղոթք էիր անում, եւ միայն այդ դեպքում էր, որ բացվում էր երկինքը քո համար, այդ դեպքում էր, որ հալվում էիր Սուրբ Հոգու կրակի մեջ, եւ սիրում էիր ամենքին, եւ պատրաստ էիր նույնիսկ անձը դնելու ամենքի համար։ Եվ ուրեմն որն է ճանապարհը։ Առաջվա գործերն անելու, քո աստվածապաշտությունը թարմության կարիքն ունի։ Դու մի հրաժարվի ջրերը միջև կրունկներդ, միջև գարշապարներդ, ջանք արա, Սուրբ Գիրքը մեզ դա ասում է, ջանք արա, ծոմերի աղոթքների մեջ նորից գնա, քո համար առաջի խնդիրը դարձրու, ոչ թե քո օրվա հոգսերը հոգալը, այլ Տիրոջ հետ հարաբերությունը շտկելը։ Հալելույա։ Ես հիմա ուզում եմ աղոթք անենք սերներ արդեն, որովհետև Աստծո Սուրբ Հոգին ուզում է, որ իջած է հիմա մեր վրա, լցնի մեզ իրապես այն ամենով, ինչի մասին քիչ առաջ լսեցիք։